Կարենտես, երբ ամիսներ առաջ մի առիթով դու հայտարարեցիր, որ ընդհանրապես դեմ ես ընտրություններին եւ եթե կա մեկը, որը կարող է գալ քեզ հետ բանավիճել, պատրաստ ես դրա հետ հանդիպել։ Անկեղծ ասած, ես մի քանի օգուտ դիմեցի, ասեցի եկեք բանավիճել։ Ներողություն, ընդհատեմ կռահեմ։ Վախեցա չեմ եկել։ Այսպես երևի ավելի շուտ այդպես։ Հիմա տեսեք, բայց ես այսօր ուզում եմ փորձել ձեզ հակադրվել եւ ասել, ընտրություն մեզ պետք է որ ի վերջո ճիշտ ընտրություն կատարենք, որտեղ առանց ընտրության հնարավոր չի համակարգ փոխել։ Չնայած դու հակառակն ես ապացուցում, որ այդ ընտրությունները, որ այսօրվա այս վիճակում պիտի լինեն, անիմաստ են։ Կարող ես բացատրել ինչու։ Նախ մի փոքր ուղում։ Ես ընտրություններին չեմ դեմ։ Ընտրությունների ինստիտուտը կարևորագույն պետական բան է։ Ես դեմ եմ ընտրություններին այս համակարգի ներքո։ Երբ որ կիրականացվի, դա կլինի այսօր 10 տարուց, 100 տարուց, երբ որ այն ինչից ես հիմա խոսում եմ, ազգս լիարժեք կգիտակցի ու դուրս կգա իրական ազգային հեղափոխության, ոչ թե 18 թվի պես բեմադրության, որտեղ բոլորս խաբվեցինք։ Իրական հեղափոխության։ Այդ հեղափոխությունից հետո ամեն դեպք դա իմ ծրագիրն է, պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կտևի 6 ամիս։ Այդ ժամանակ ընտրությունները թեկնածության իրավունք պետք է չունենան նրանք, ովքեր երբևէ Հայաստանին որևէ ձևով վնասել են։ Կապ չունի դա խոսքով է, գաղափարով է, քարոզով, թե առավել եւս գործողությամբ։ Այս է իմ նպատակը։ Այդ ժամանակ ընտրությունները իհարկե, բա ուրիշ ոնց։ Հո չես գալու ասես ես պետք է լինեմ ու տենց չի։ Դու կարես մենակ հեղափոխության ժամանակ ասես մենք ենք անում, ժամանակավորը մենք ենք ընտրություններին իսեր ասո, ով ում տակը այլանդակություններ չկան քաղաքական առումով, հակապետական առումով, ապազգային առումով, խնդրեմ, դառեք թեկնածու ընտրվեք։ Ում ընտրում է ժողովուրդը, ես իր կողմից եմ, բայց այս համակարգի օրոք ով էլ ընտրվի ես դեմ եմ, ով ուզում է լինի։ Ոնց Նիկոլին, տենց յուրաքանչյուրին։